Բարևներ Ղափանից բոլորին, իմ լավ հետևորդներին, դրսում ապրող բոլոր մեր հայերին եւ հատկապես շեշտում եմ այն մարդկանց, ովքեր դիտում են մեր հոլովակը եւ սիրով սպասում են մեր հոլովակներին։ Հարգելիներս, տեսեք, այսօր պատրաստում է ծովիկը, պատրաստում է ամենահամով, չգիտեմ ոնց նկարագրեմ, ամենաքաղցր խմորեղեններից մեկը փախլավա ու պատրաստում է Ղափանի, ասում եմ Ղափանի փախլավա ու իր մոտ շատ համով է ստացվում այդ փախլավան, ժողովուրդ, մեր տանն էլա շատ պատրաստ է։ Հիմա միասին հետևենք, թե ինչա օգտագործում փախլավայի համար, ինչ բաղադրիչներ է օգտագործում, դուք էլ ինձ հետ միասին կհետևեք եւ ինչու՞ չէ, կարող եք նաեւ փորձեք այս տարբերակով։ Գնացինք, ուրեմն ինչ ես անում, Ծովիկ ջան։ Ալյուրը նախապես մաղել է, դե ալյուրը աշկաչափով արդեն լցրել է փասիկի մեջ։ 4 բաժակ ալյուր։ Այս դեղնուց առանձնանում եք սպիտակուցից։ Քանի հատ ձու ես օգտագործում։ 4 հատ։ Մի պտղուն ծաղ։ Այստեղ էլ նախապես, տեսեք, անկույզը ջարդել ենք ծովիկի հետ միասին։ Դեղնուցը գնում է ալյուրին։ Ավելացնում է, ուրեմն 4 բաժակ ալյուրին ավելացնում է 4 հատ ձվի դեղնուց, սոդա, սոդան առանձին լցնում է, թեյի քթալ, թթվասեր եւ մածունը, հարգելի հետևորդներ։ Այս թթվասերի ամանի մեջ թթվասեր եւ մածուն։ Ավելացնում եմ փխրեցուցիչ, հիմա սենց կխառնի, հետո արդեն ձեռքով, այցի, հիմա ինչա անում, հիմա 250 գրամ մարգարինը քերիչով անցկացնում է, հարելուց հետո, կներեք, քերիչով անցկացնելուց հետո ժողովուրդը, ձեռքով հիմա լավ խմորը շաղում է, հետո խմորը կբաժանի, գնդերի քանի գունդ պիտի լինի ծովից, 4 գունդ։
Ստացվի ոչ փափուկ, ոչ շատ պինդ խմոր։ Եվորտներ ջան, սա էլ խմորի վերջնական արդյունքը։ Խմորը բաժանում է 4 հավասար մասերի։ Հիմա ինչ ես անում ծովի։ Պատրաստում է բեզեն։ Լսնում եք, պատվում վաղը։ Շատ ամանրանում, չէ։ Չէ, տենց ավելի համով չի լինի, պիտի դու պոպոկը զգաս, ուտելուց պետք է զգաս, հա։ Նոր ձև է, տոպրակի մեջ, մենք շորի վրա ենք լցնում, հա, շորի վրա ենք լցնում, հետո նորը ձերի գրտնակով գրտնակում ենք։ Ոնց ուզում է, այնպես էլ անում է։ Ամեն մարդ ինքը իր տունը, իր փողառունցը, ժողովուրդ, այդպես չի։ Հետո տունը զբիտ չի լինի։ Տոպրակի մեջ Ես ինչ կապանում։ Հիմա այս պոպոկը հարգելի հետևողներ պետք է խառնի բեզեի հետ։ Հիմա կրնակով բացում է առաջին գունդը։ Ինչ հետաքրքիր կրտնակ է ժողովուրդ, առաջին անգամ եմ տեսնում այդպիսի կրտնակ։ Հիմա ուզում եմ հասկանամ։ Սենց ինձ հարմար է։
Այս կողքերը չկա, թե եղել է ուղղակի բռնակները հանել եք։ Բռնակները։ Տեսնում եք ժողովուրդ ջան։ Բռնակները խանգարում էր ծովիկին փաստորեն։ Ասմասից է հարմար։ Դե հիմա առաջի գունդը թխում է առանց սպիտակուցի։ Շատ հավեսին խմոր է ստացվել։ Նախապես ջեռոցը միացրել է ու ասեմ թխում է սկուտեղի հակառակ կողմով, հարգելի հետևորդներ ջան, այստեղ էլ մի փոքր ձեթաքսե։ Սա երկրորդ գունդն է։ Հարգելի հետևորդներ, մենք մի փոքր վանելին ավելացրեցինք պատրից դուրս։ Անցանք երրորդ գնդին, հարգելի հետևորդներ, ուրեմն մեկը ջեռոցում է, առաջի շերտը, երկրորդ շերտը, սպիտակուցը, ծովիկը քսեց շերտի վրա, սկուտեղի վրա, սա էլ երրորդ շերտն է։ Հետո վերջում կոկեր կսրում կհավատ։ Չորս կողմը սիրուն հավաքում է, ձեռքերուն այդ ժողովուրդ։ Հետո վերջում կա։
Հիմա նորից սկսում է բեզեն։ Ուրեմն ասեմ հարգելիներս, նայեք, սա էլ թխած խմորն է, որ առաջին շերտը թխել ենք։ Երկու շերտը հում է, հում խմոր է, երրորդ շերտը էփած խմոր է։ Հիմա նորից այս խմորի վրա գցում է բեզեն եւ վերջնական դնում է վերջին գունդը։ Ուրեմն ասեմ ժողովուրդ, նայեք, ուրեմն պոկոկը խառնեց բեզեի հետ, ծովիկը, բայց դուք կարող եք բեզեն կսեք, հետո մանրացրած պոկոկը լցնեք վրան, այդպես ինձ թվում է ավելի հեշտ կլինի կսելը եւ տարածելը։ Չնայած որ ծովիկն ասում է, այսպես ավելի հարմար է։ Իսկ իմ ասածը իմ տարբերակն է, որ ես ասում եմ կարող ենք բեզեն սկզբից գցել շերտի վրա, լցնել շերտի վրա, հետո նոր պոկոկը։ Վերջինն է, հիմա վերջի գունդն է։ Շողինարը բացում։ Հենց գրտնակելուց էլ երևում է, որ շատ հավեսի խմոր է։ Այս տարվա վերջի պոպոկս, վերջի փախլավենը։ Պատրաստեց, հա, վերջի պոպոկով, վերջի փախլավեն, վերջի փախլավեն չէ։ Չէ, այս տարվա էլի, այսա թազան դուսական։ Բրծա պոպոկսն։ Ես էլ գնամ տուն պատրաստեմ հենց այս ծովիկի ձևով հարգելի հետևորդներ ջան, որովհետև իրոք շատ լավ է ստացվում, շատ համով փախլավեն է ստացվում, որովհետև մեր տունն էլ այնքը պատրաստ է։ Ու պատրաստում է տնավարի ժողովուրդ, ասեմ, չեք պատկերացնում, սենց ինչ որ ես նկարում եմ, այն չի, այնքան ուժ ու եռանդ է դնում, այնքան հոգի է դնում այս խմորեղեն պատրաստելու մեջ ու ոչ միայն պատրաստում է այս խմորեղենը, ավելի լավ խմորեղեններ էլ գիտի ծովինարը, որ պատրաստում է, չնայած սրանից ենքով ինչ լավ խմորեղեն, ես գիտեմ, որ ամենահամով խմորեղենը փախլավեն է, բայց էլի կան խմորեղեններ, որ ամեն խմորեղեն իր տեղն ունի, բայց ինձ համար փախլավան միշտ էլ առաջի տեղն է։ Ինչ է սա հանդնում ես հավաքում է կողքերով, նայեք ժողովուրդ։ Այս մոտիկից նկարեմ, վերջի շերտը հավաքում է, հա։
Բանջ, ջուրը։ Բանը մտնի մեջ։ Տեսնենք դա ոնց է կպելա։ Տեսեք, ուրեմն այստեղ այլեցով զույա, մեկ էլ մածուն, խառնել է իրար, կսում է ամենավերջում, կսում է փախլավայի երեսին, հետո նոր շարում ես պոպոկը, ինչ ենք անում ծովիկ հիմա, Վերջում դնում ենք ջեռոցը, հա, հիմա ջեռոցը կդնենք, Վերջում է մեղրը ջրով բացում ես, լսում ես վրեն։ տաք վիճակում, տակ վիճակում, և հետո ամենավերջում ինչ ենք անում, ամենավերջում վայելում ենք, արգելի հետևորդներ ջան, ամենավերջում էլ վայելում ենք այս համով փախլավեն, վայելում ենք կոֆեի հետ։ Տեղափոխեցինք ջեռոց և թխում ենք 170 ջերմաստիճանի տակ։ Իմ դուխովքից մի քիչ ուժեղ է էլի։ Դե կարաս մի քիչ ցածր դնես։ Բա ժողովուրդ ջան, մարդ սենց տալ պիտի ունենա, այս փոքրիկ խոհանոցը թափեցինք, ավիրեցինք, տենց հա չէ, որ ալյուրով գործ ենք ունենում, թեկուզ փոքր խոհանոց լինի, մեծ խոհանոց, հիմա մեր խոհանոցն էլ ենքան մեծ է, որ մի հատ գործ եմ անում ալյուրի հետ կապված, ամբողջ խոհանոցը չեմ ասում, որ միջանցքն էլ հետը, այսպես լրիվ ալյուր է լինում, հա, փոքր լինի, մեծ լինի, ապրես ծովիկ ջան, բա մարդ սես տալ պիտի ունենա, որ փախլավա է թխում աղբոր կնոջ համար։ Ապրես ծովիկ ջան, քեզ Աստված շատ առողջություն տա, երկար կյանք ունենաս, որ ես էլ տարին մեկ կամ ստեղ հանգստանամ ու գնամ։ Բա Всё, վերջ, հիմա թող թխվի, հետո ամենավերջում ցույց կտամ թխած վիճակում, հարգելի հետևորդներ ջան։
Հիմա լցնելու է ջուրը, այս մեղրի մեջ, ժողովուրդ, մաքուր մեղր է, անարատ մեղր է, սա էլ ղափանի մեղր է, սա էլ ամենավերջի գործողությունն է, որ արվում է, կիսահուն վիճակում, մեղրաջուրն է լցնում, կարելի ասած մեղրաջուր չէ, որովհետև ջուրը շատ քիչ լցրեց, ընդհանուր նայեք։ Պրոստը մի քիչ բացվի։ Հա, մի փոքր թանձրանա մեղրը, ես արդեն հոտը զգացի, ես արդեն այս փախլավայի հոտը զգացի։ Ասա քեզ ով էր ասել, որ դու քո տեղից շարժվեիր ենքում։ Ասեմ իմ լավ հետևորդներ, այս ընթացքում, որ ծովիկը պատրաստել է, ամեն ինչ չի, որ նկարել եմ, նորից եմ ասում, մի կողմից ծիծաղում էինք, մի կողմից նկարում էինք, մի կողմից ծիծաղում էինք, մի կողմից նկարում էինք։ Ծծվի մեջ։ Հիմա նորից տեղափոխում ենք ջեռոց, միջև լավ կազմելի։ Վերջնական արդյունքը փախլավայի նյամ ժողովուրդ։ Ես ինչ լավն է, ես ինչ լավն է։ Հիմա բերենք այստեղ սեղանին։ Կտրել է տակ սարի։ Տեսեք ինչ հավեսին այլ է ժողովուրդ իրոք։ Հապսետամ։ Չէ, հիմա չեմ հանում։ Հա, ինքան որ սենց կտրում ես։ Մի կտոր այս կողքից ես պիտի ուտեմ, որովհետև միջով ծովիկը կտրում է ժողովուրդ։ Կողքն է։ Կողքը ես պիտի ուտեմ, հա։ Այսպես կտորները։ Այս անգամի սրան։ Այսպես չեմ դնում։ Այսպես դնում։ Սիրում կտորները դնում։ Սիրուն է, ծովիկ ջան, սիրուն է։ Հեչ մի ներմի։ Բա կտորներն էլ կտոր եմ ասել, ժողովուրդ։ Կտորներն էլ կտոր եմ ասել, նայեք։ Եվ ինչքան կվաճառեն այս կտորները, հարգելի հետևորդներ։ Այս էլ էսպես։ Հիմա ինչ ենք անում, հիմա ես ու ծովինարս այս համովությունով վայելում ենք մեր կոֆեն, դե ինչ իմ լավ հետևորդներ ջան, խոսքերն ավելորդ են։ Եվ հարգելի հետևորդ, եթե դեռ չես հասցրել բաժանորդագրվել Արմաշի համի էջին, բաժանորդագրվեք Արմաշի համի էջին, հարգելիներս, և դուք մեծ լավություն արած կլինեք մեզ։ Նախապես շնորհակալ եմ բոլորիցդ հոլովակ դիտելու համար, մեկնաբանությունների համար և ամենակարևորը խոսքս ուղղեմ իմ հետևորդներին, իմ բաժանորդներին։ Շնորհակալ եմ ձեզանից, շնորհակալ եմ, որ դուք կաք, որ դուք մեր կողքին եք և ես սիրում եմ բոլորիդ։ Այսքանով էլ ավարտեմ այսօրվա գեղեցիկ հոլովակը։ Ցտեսություն բոլորիդ։